Անդրանիկ Ծառուկյան, սփյուռքահայ գրող, բանաստեղծ և լրագրող, ծնվել է 1913-ին Թուրքիայի Գյուրին քաղաքում։ Հայոց ցեղասպանության հետևանքով զրկվում է հորից և մոր հետ մնում միայնակ Դեր-Զորի անապատում։ Երկար ճանապարհ անցնելուց հետո նրանք հասնում են Սիրիայի Հոմս քաղաք ու այլ երեխաների հետ հաստատվում են կիսախարխուլ մի տնակում։ Սակայն նյութական ծանր պայմանների պատճառով մայրը 1918-ին 5-ամյա Անդրանիկին հանձնում է Հալեպի մանկատուն և միայն 4 տարի անց նրան գտնում ու ետ է վերցնում։ Այս շրջանը վճռորոշ է դառնում Անդրանիկ Ծառուկյան գրողի կայացման հարցում։ Հետագայում նա դեպքերից ազդված կգրի իր նշանավոր մանկություն չունեցող մարդիկ և երազային Հալեպ կենսապատումները։ 1928-ին Ծառուկյանն ավարտում է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը, 34-ին Բեյրութի համազգային ճեմարանը։ Հալեպի Զավարյան ճեմարանում դասավանդելու տարիներին Ծառուկյանը հիմնում է հայտնի Նաիրի պարբերականը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր շուրջն է համախմբում Մերձավոր և Միջին Արևելքի, ինչպես նաև Խորհրդային Միության անվանի հայ գրողներին ու արվեստագետներին, տպագրելով նրանց ստեղծագործությունները։ Նա խմբագրել է նաև Արևելք օրաթերթը, եղել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամ, որի շարքերից հեռացվել է 1956-ին։ Ծառուկյանի առաջին գործը կոչվում է «Եղերաբախտ քերթողներ», որը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի և Մատթեոս Զարաֆյանի մասին է։ Ծառուկյանը մատնանշում էր, որ իր բանաստեղծությունները մեծապես ազդված են Դանիել Վարուժանի և Սիամանթոյի ստեղծագործություններից։ Նրա երկերի առանցքային թեմաներն էին աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ, ուր նա առաջին անգամ այցելում է 1958-ին և իր ուղեգրական խոհերն ամփոփում «Հին երազներ, նոր ճամփաներ» գրքում։ 1988-ին Անդրանիկ Ծառուկյանն արժանանում է Ռուբեն Սևակի հիշատակի տուն հաստատության մրցանակին «Ռուբեն Սևակ. Սերը եղեռնի մեջ» վեպի համար։ Մեկ տարի անց Փարիզում գրողը հեռանում է կյանքից։ Եթե դրվեր, եթե դրվեր վերապրիլ օր մկյանքես, երազի քույն աչքերով այն քնքուշ էագը չէր, որ պիտի ուզեի գտնել գրգին, հաղթանակի քինովությունս չէր, ներշնչումի մեծ բահս չէր, վայելքի և երջանկության քիշերներս չէին, արաքաստի իրիգունս չէր և առաջին զավգիս առաջին ջիջը չէր, եթե դրվեր, եթե դրվեր մահվան առջև օրմը ևս ապրելու կյանք, պիտի ուզեի, որ քար ինձի մանկությունս։